Ողջույն հայրենակիցներ, սեպտեմբերի 14-ն է այսօր, երեկո հաղորդումը, որը դրված էր Հայրապետյանի վերաբերյալ, արձագանքներ ունեն, նրանցից մի քանիսը նույնիսկ ուղղորդող են և առաջարկող։ Այսպես էր Հայրապետյանը և Հայաստանը սփռի և ավանտյուրայի ճիրաններում։ Այդ հաղորդումը ես մեկ անգամ նայեցի, սովորաբար չեմ նայում իմ հաղորդումները, խոսում եմ, էլ չեմ նայում, բայց քանի որ հղումների մեջ կար ինչ-որ նպատակ, ասենք պահանջ խնդրանք, ես նայեցի և եկա այն եզրակացության, որ ինչ-որ ասել եմ, մեկ բառ փոխելու ենթակա չեմ, քիչ եմ ասել նույնիսկ, այս եզրակացության եկա, որովհետև երբ որ հաղորդումը ես անում չեմ հիշում արդեն ինչի մասին եմ խոսել, որտեղ մի որոշ ժամանակ հետո մեկ ուրիշ հաղորդում է դուրս գալիս և այդպես շարունակ, մենք օրվա ընթացքում մի քանի հաղորդումներ ենք ունում, միայնակ եմ հանկարծ վերլուծում կամ կարող է ինտերնետային կայքով միանան մի քանի երկրներից խոսենք, դրա համար ասենք բարդ է, որ թեմաների մասին խոսածածը բառ առ բառ հիշեմ, բայց սա վերանայեցի։ Հղումների շարքում ուշադրության է արժանի Հայկ Գրիգորյանի երկու հղումը, որով մեկով ողջունում է անձնակազմին լույս աշխարհի և ավելացնում լավ խոսքեր երկու տողով և երկրորդը հարգելի պարոն Քիրեմիջան, ես միշտ հետևում եմ լույս աշխարհի հաղորդումներին, պարոն Հայրապետյանին արդեն նվիրեցիք 50 րոպե այս հաղորդումով և էլի թանկ րոպեներ անցան հաղորդումների ընթացքում։ Մինչդեռ իմ կարծիքով ձեր համասփյուռ հայահավաք լուսավորչական դերը չպետք է լինի անվճար դատապաշտպանական ծառայություններ մատուցել մի մարդու, որը իր գիտակցական կյանքը նվիրել է հարստանալուն, ինչ ճանապարհավոր դա լինի, չդնելով խտրականություն միջոցների մեջ։ Ուզում եմ ասել պարոն Հայրապետյանը արդյոք փորձել է իմանալ ինքը որ ազգի զավակն է, կամ ովքեր են հայերը, կամ ինչպիսին պիտի լինի հայը, որն է հայի դերը այս արևի տակ, հայը լափողն է, թե արարող կիսաստվածների ազգ։ Համոզված եմ, որ ոչինչ էլ չի իմանում իր ազգի և իր 12,000-ամյա հայ տեսակի մասին։ Պարոն Քիրեմիջան, դիմելով ձեզ խնդրում եմ, փոխեք ձեր դատապաշտպանի դիրքը, հայագետի դերով սովորեցրեք, տվեք գիտելիք հայի մասին, փոխեք նրա ներաշխարհը, նյութականից բերելով բարձր հոգևոր ոլորտ, դեպի հայ Արմենը։ Իմ կարծիքով այլ տարբերակ չկա, որովհետև անօրինականության բումերանգը, շպրտողը պետք է իմանա բումերանգը հետ է գալու դեպի իրեն։ Դա տիեզերական օրինաչափություն է։ Այնպես որ ինչ ցանես նա էլ կհնձես, գրված է շարունակելի, այսինքն միտքը հետագայում կշարունակի, թե չէ, չգիտեմ, բայց ես հաղորդումը արդեն կատարում անում եմ և հարգելի Հայկ Գրիգորյանի այդ ասածների վրա պետք է միտքս ուղղորդեմ նրա ասածների հրահրաշ ճանապարհով։ 50 րոպեն, որը ես նվիրել եմ, թանկ րոպեներ, որը գնահատում եք, որը կարող էի ազգին, այսպես ասած, ավելի մեծ օգուտ տալ, այդպես չի։ Հաղորդումները ունեն մի քանի ուղղություններ, ես մի թեմայով չեմ խոսում, չէ։ Նայած ինչ թեման հետաքրքիր է հանրությանը կամ տվյալ պահին,
այդ թեման վերցնում ու վերլուծում են։ Դուք ուշադրություն դարձրել եք, որ ես դատապաշտպանի դեր չեմ կատարում այստեղ, այլ մեղադրողի դեր եմ կատարում։ Դուք ինչու գտաք, որ ես պաշտպանում եմ ինչ-որ մեկին։ Ես մեղադրում եմ։ Ավելի լավ է, եթե գտնում եք, ասեք դատախազի դեր ես կատարում, ոչ թե դատապաշտպանի։ Ինչն է ստիպում ձեզ, որ դուք հանկարծ մտածեք, որ լույս աշխարհում պաշտպանում են ինչ-որ մեկին եւ էլ անվճար դատապաշտպանական ծառայություններ են բացել այստեղ։ Եվ մատուցում ենք մի մարդու, որ իր գիտակցիական կյանքը նվիրել է հարստանալուն։ Հələ տեսեք ինչ ասում։ Գիտակցական կյանքը նվիրվել է հարստանալուն։ Այսինքն ես ում եք ասում ես բոլորը։ Քրկ Գրիգորյանին, Մանթաշովին եք ասում, Պողոս Նուբարին եք ասում, որ Գյուլբեկյանին եք ասում, որ իրենց գիտակցական կյանքը նվիրել են հարստանալուն։ Հա, բայց նրանց մեջ հետո ինչ եղան այդ մարդիկ, այդ հարստացած մարդիկ։ Գոնե մեկ-մեկ գնահատել գիտեք, որ իրենց գիտակցական կյանքը նվիրել էին հարստանալուն։ Ինչ կպատահեր, եթե հանկարծ մեր նախկին ունևորները հանկարծ իրենց գիտակցական կյանքը չնվիրեին հարստանալու։ Այդ տեսեք մտածողությամբ տեղ չենք հասնի։ Հիմա ինչու է ամբողջ հասարակության ատելությունը ուղղորդված Հայրապետյանի վրա։ Ես քանի որ միակ կապի մեջ եմ, հետս ուրիշ մարդ չկա, ինքս էլ պիտի պատասխանեմ, չէ՞։ Որովհետև ձեզնից պատասխան չկա։ Դուք ձևակերպում եք այսպես, որ դատապաշտպանական անվճար ծառայություններ մի մարդու, որը չգիտի արարող կիսաստվածների ազգ լինելու մասին, հայը լափող է թե ուտող, չգիտի այդ մասին։ Եվ չգիտեք, ես գիտեմ Հայրապետյանին ճանաչում եմ, թե չէ, չեմ ճանաչում, չէ, դուք էլ չեք ճանաչում, բայց մենք խոսում, մտածում ենք այն ինչ որ կատարվել է նրա շուրջը, ուրիշ բան չենք խոսում, այն ինչ որ լրատվությունից գալիս է, դնում ենք կողք կողքի, իրար կողք եւ ասում ենք, սրա հետ չի բռնում։ Եվ իզուր եք դուք փորձում աչք փակել այն երևույթների դեմ, որը ճչում է իր մասին։ Ես նախորդ հաղորդման ժամանակ, որը Հայրապետյանին էի ներկայացնում, մեկ-մեկ շարադրեցի, չէ՞։ Որ այս մարդը սա է ասում, սա է ասում, սա է ասում, սա է ասում, ինչ դատապաշտպանի բան կա։ Եվ մեղադրեցի, ումը մեղադրեցի։ Ստոր քայլեր անող հայկական մամուլին, առանց բացառության։ Բացառություն չկա, որտեղ հայկական մամուլ այսօր այդ որպես այդպեսին գոյություն չունի։ Չկան մարդիկ, որոնք իրենց փողը դնեն եւ ստեղծեն ազատ մամուլ։ Ամբողջ մամուլը բռնված է դրամաշնորհների միջոցով։ Եվ այսօր եթե նայեք մամուլի մեջ ինչա կատարվում, կզարմանաք։ Կիզակետը ընտրված է նորից հայ ընտանիքը։ Կնոջ պաշտպանության կոմիտեին ստեղծվել է եւ մամուլը ողողված է։ Այստեղ մի կնոջ ծեծեցին, այստեղ մի կնոջ ամուսինը ասեց, որ ընկերներիս պատիվ պիտի տամ քեզանով, նա էլ փախավ մորքուրի տունը։ Եվ տեսակ ուղղորդված հոդվածներ։ Բոլոր մամուլի էջերում տեսեք այդ հոդվածները իրար կողքով բերեք, կտենաք կնոջ պաշտպանության, այսինքն ընտանիքը քայքայեցին պրծան, հիմա էլ հայտարարություն են անել, որ հանկարծ եթե ձեր ամուսինը ձեր նկատմամբ բռնության փորձ անում կամ զայրանում է կամ բան, ապա անմիջապես դիմեք, դուք պաշտպանություն ունեք, հոգեբանական պաշտպանությունը, կկանչենք, կզրուցենք ամուսնու հետ եւ այլն, բայց դա կարեւոր չի։ Արդեն եթե կինը ամուսնուն մատնեց ուրիշին, որ պետք է ամուսնուն հետ խոսեն, արդեն վերջացած է այդ ընտանիքը, արդեն երրորդ միտքն է մտնում ընտանիքի մեջ, ուրեմն կանանց պաշտպանության կոմիտե, որը
դրել են արդեն Հայաստանում, որ պիտի պաշտպանեն կանանց եւ աղջիկների իրավունքները։ Եվ այդ իրավունքների սահմաններն էլ իրանք են դրել։ Եվ այդ իրավունքի սահմանների մեջ սա ցայտուն ընդգծված երևում է, որ աղջիկը իրավունք չունի շուտ ամուսնանալու, պետքա վայելի կյանքը հասունանա, հասկանա եւ նոր ամուսին ընտրի։ Իսկ մինչեւ ամուսին ընտրելը նույն կանանց կոմիտեն եւ թերթերը ամենուրեք գովազդում են։ Սեռական կյանքը պարտադիր է աղջկա համար, թե չէ կհիվանդանա։ Եվ այսպիսի միտք են տարածում արդեն, ապացուցում են գիտականորեն, որ ինքը ուշ պիտի ամուսնանա։ Էս մեկ։ Երկրորդը, որպեսզի հասունանա եւ չսխալվի ընտրության ժամանակ։ Եվ հոդվածների մեջ էլ գրում են. ինձ ամուսինս փախցրել է 2 անգամ։ Հետո երեխաներ ենք ծնել։ Հետո նախ խմումը, հետո ծեծումը, ինքը կանանց կոմիտեին պիտի դիմի, թե չէ, տունը տարվել է, գումարը հաղաց է, եւ կանանց կոմիտեն դա մի հրեշտակ ասված է, որը հայտնվել է ինչ որ միջազգային կոնվենցիայի ստորագրումով Հայաստանի խմբլ կառավարության հետ, խմբլ, եւ հայտնվել է դարձել է այ դատապաշտպան է դարձել։ Այդ ինչ որ դուք ասում եք, ես դատապաշտպան եմ, Հայրապետյանին, ես չեմ։ Նստել է եւ ռեկլամ անում, թերթերը սաղ իրանցն է։ Թերթերի մեջ նկարագրում են տարբեր տեսակի ընտանեկան անախորժություններ եւ կոչ են անում կիսաբաց պատուհաններից, եկեք մեզ դիմեք։ Այս նույն բանը Միացյալ Նահանգներում էլ է կատարվում։ Հայ ընտանիքի երեխան գնում է դպրոց, ամերիկյան դպրոց։ Դասատուն երեխային ականջին ասում է. հայրիկդ մամայիդ վրա ջղայնանում է, քեզ քո վրա ջղայնանում է, կամ քեզ համբուրում է, սենց հարցեր են տալիս։ Եթե այո ասես հա թե չէ։ Երեխան էլ հանկարծ շշկռվի, ասի թե հա ինձ համբուրում է։ Ուրեմն մանուկների նկատմամբ հայրը սեռական ոտնաձգություն ան ու գնաց կաշը։ Կամ ոստիկանությունը հայտնվում է տանը, տղամարդուն ձերբակալում է կնոջը ծեծելու համար, կամ զայրանալու, կամ չգիտես ինչի վրա։ Եվ այս բոլոր գործ տվողներին, որ ընտանիքից գործ է տալի, չէ, հիմա Հայաստանում մասսայականացված է կատարում կանանց իրավունքների կոմիտե, ինչ իրավունքներ։ Եվ պետքա տեղին ասեմ, Վահրամ Սահակյանի նկարած ֆիլմ կա մի հատ մի ժամանոց, որը ուղղակի դրամաշնորհված է, անհարմար է, երիտասարդ, մի ժամանակ կարգին բաներ է անում։ Հիմա ամբողջ ֆիլմից մեջ նկարել ես տղամարդու եւ կանանց հայկական կերպարները, որը ճիշտ համընկնում է կոմիտեի պահանջին։ Այս ֆիլմն է նկարել։ Եվ նկարված ֆիլմի մեջ էլ խաղում են բավականին արդեն սերիալներից ծանոթ դեմքեր եւ ամենազազրելին, ամենաանընդունելին նա է, որ երգիչ Նունե Եսայանն է այդտեղ ընդգրկվել այդ ֆիլմի մեջ։ Եվ իր կերպարը այսպիսին է. մեքենայով գալիս է, սցենարով պայմանավորված մի տղա այգու մեջ մանա գալիս, որովհետև ոստիկանները ասել են սիրո այգինը, բայց դուք իրար չեք սիրում եւ մեկուսացել են աղջկան իրանից, այդ տղան միայնակ է, Նունե Եսայանը հայտնվում է եւ ասում է ինչու ես այդտեղ կանգնել, շատ խորհրդավոր։ Բա ասում է ինչ անեմ, փակ է, չեմ կարող դուրս գալ։ Ոնց ասում է, անցի։ Են կոմով անցի։ Տղան հա գնում անցնում է, գալիս են իրար են նայում, շատ կասկածելի սեռային հայացքներով, հետո Նունե Եսայանը այդ տղային, որին ազատել է,
ճանապարհացույց տվել, իր մեքենայով տանում է ուր որ հարկն է։ Հետո պարզվեց, որ այդ երիտասարդ տղան Նուրնե Եսայանի իսկական ամուսինն է։ Ինչ որ դիտողները քննարկման ժամանակ ասացին, այդ տղան էլ ամուսինն է։ Ուրեմն մեջը, տեսեք, այն դբրոցական եմ ասում, երաժշտական մրցանակաբաշխության ժյուրիի անդամներ են խաղում։ Ահա որ մի զազռելի խաղ։ Եվ պետությունը ձայն չի հանել։ Անընդհատ հեռուստատեսությամբ չէ, ինտերնետով հայող Վահրամ Սահակյանին պետությունը թույլ է տվել, որ այդ ֆիլմը հանի եւ դերասաններն էլ փող են ստացել դրանից։ Որովհետեւ ամբողջ ֆիլմը ցույց է տալիս այլանդակ բարքեր հայ ընտանիքներում։ Ուրիշ ոչ մի բան չկա, որը այդպիսին չի, բայց պատվիրված ֆիլմ է։ Այլանդակ բարքեր եւ տղամարդու կողմից եւ կնոջ կողմից։ Եվ այդ զազռելի ֆիլմը շրջում ամենուրեք։ Էս չի մամուլի գործը, բայց ո՞նց է եղել։ Տեսեք ո՞նց ծառայեցրին Վահրամ Սահակյանի տաղանդը, որ ստեղծեն այդ ֆիլմը, որպեսզի կանանց իրավունքների կոմիտեին հաց ու ջուր տա այդ ֆիլմը։ Հայրապետյանի հետ կապված խնդիրը քաղաքական խնդիր է։ Դրա համար քաղաքական ֆիգուրաներ են մեջը խաղում։ Իշխանությունները առաջին Լևոն Տեր-Պետրոսյանի հակը եւ Հայրապետյանը տվյալ դեպքում պատկերացում չունի, թե իր հետ ինչ է կատարում այս մկրատը, որի արանքում հայտնվել է ինքը։ Բայց ի տարբերություն իշխանության մեջ գտնվող բարձրագույն օղակների, շատ կարևոր հանգամանք է սա։ Ի տարբերություն եւ հակի մեջ գտնվող օղակների Ռուբեն Հայրապետյանը երևանցի տղա է, երևանցի, այդ շատ մեծ առավելություն եւ նշանակություն ունի։ Այսինքն Ռուբեն Հայրապետյանը Գեղամյան չի, որ փորձում են Գեղամյան դարձնել, լրատվությամբ փչացնեն, իբր թե որ այսպիսի բան ասեց, ընկերներին ծախեց, Քոչարյանին բան ասեց, Ծառուկյանին բան ասեց, հետո այդ բանը չունի ինքը։ Եվ իզուր փորձում են այդ ճանապարհով կոտրել, որովհետև հիմակվա խոսակցությունները, այ որ դուք ինձ դիմում եք, ես իզուր եմ պաշտպանում նրան, որովհետև նա չգիտի սա, չգիտի նա, սա չգիտի, նա չգիտի։ Հəլ մի հատ ճշմարտության երեսին ուղիղ աչքերի մեջ նայեք։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության նախագահը որևէ բան գիտի, չէ, դա չեք կարող ասեք, որովհետև թերթերը չեն գրում այդ մասին։ Բայց դույս աշխարհը հայտարարում է, որ այսօրվա Հայաստանի Հանրապետության նախագահը ոչ մի բան չգիտի։ Միջակ ինտելեկտից ցածր ինտելեկտ ունեցող անձնավորությունը։ Նրա ելույթները գրում են, կարդալը անտանելի է, մտքերի շարադրանք չունի։ Խոսում է, հետո է մտածում, չնայած թվում է, թե մտածում է, հետո է խոսում։ Դրա համար վախենում է խոսելուց։ Չպատրաստված ելույթ չի կարող ունենալ։ Եվ սրա վերաբերյալ ինչի մի անգամ թերթերը չեն գրում, որ ինտելեկտ մակարդակով մտածողությամբ Սերժ Սարգսյան նախագահը չի համապատասխանում իր պաշտոնին։ Թե բոլորդ գտնում եք, որ համապատասխանում է։ Եվ քանի որ այդպես է դրվածքը, այդ բոլորը տարածվում է խորհրդարանի վրա։ Խորհրդարանում մի հատ անդամ չես գտնի, որի հետ երկու բառ խոսաս ինչ-որ թեմայով։ Նախարարությունների վրա, տեղակալների վրա, մարզպետների վրա, ոստիկանների վրա, զինվորականության վրա, գնա գալիս եմ։
որովհետև թագավորը ինտելեկտուալ չի, թագավոր լինել մեծավորը ամենավտանգավորն է։ Ինչի մասին կարող ես խոսել այսօր Հայաստանի Հանրապետության նախագահի հետ։ Գրականության մասին կխոսես, արվեստի մասին, կրոնի մասին, սպորտի մասին կխոսես, ինչի մասին։ Հանրապետական կուսակցության մասին խոսես, թե ինչպես հանրապետական կուսակցության մեջ 2007 թվականին մտավ, չլինելով կուսակցության անդամ։ Մի քանի օրից դարձավ կուսակցության ղեկավարը։ Հարցեր են, չէ՞ սրանք։ Այդ կուսակցությունը կանոնադրություն չուներ, քանի տարի պիտի մնաս այդ կուսակցության մեջ, որ գոնե դառնաս կուսակցության ինչ-որ բաժնի ղեկավար, չէ՞։ Բայց կուսակցապետ երբ կդառնաս։ Այդ նույն բաները կատարվել են նաև դաշնակցության մեջ։ Վահան Հովհաննիսյանի նկատմամբ, որը խախտելով կանոնադրությունը արագ Էդվարդ Հովհաննիսյանի տղան լինելու հանգամանքով երիտասարդ ցատկելով բերեցին դարձեցին բյուրոյի անդամ։ Մոռացվեց այս ամենը։ Ուրեմն դուրս է գալիս, այստեղ ուժեր կան, որոնք կխախտեն ամեն ինչ։ Եվ ձեզ մնում է մի բան՝ ճանաչել մարդկանց։ Ուշադրություն դարձրեք Հայրապետյանի մամուլում տեղադրված նկարներին։ Այնպիսի նկարներ են ընտրում, որ դիմացինը նայի, ասի մարդ կուտի, դևա, գազանա, եւ այդ վիզուալ ազդեցությունները, այդ հոգեբանական, որը մամուլի տեսաբանները Հայաստանում, որ խորհրդատուները անում են, հանկարծնես նկար չդնեք, որտեղ դրական ազդեցություն ունենա ընթերցողի վրա, նայողի վրա, չէ, այդպես բան չկա, պիտի ընտրեն այն նկարները, որի մեջ քու մոտ առաջանա, հələ սրան նայ մարտեսի մարդ կուտի, էսի նայի, հարստությունը բա ոնց է ընտրել, թող Ռուբեն Հայրապետյանը հայ իրան պատռի, ապացուցի, որ ինքը 15 հեկտար հող նվիրել է ֆուտբոլի ֆեդերացիայի դաշտերին եւ այլն։ Օգուտ չունի։ Ոչ մի անգամ օգուտ չունի։ Որովհետև դրանք պիտի չնկատեն։ Եթե Ռուբեն Հայրապետյանը թիրախ է, պիտի թիրախ մնա։ Եվ շուրջը պիտի անընդհատ փաթաթեն։ Հարստությունների բաշխման վերաբերյալ Forbes-ը որ գրում է, ինչու հանկարծ ոչ մեկի հարստությունը մեջտեղ չի գալիս։ Անընդհատ գալիս է Ռոբերտ Քոչարյանինը, որպես Ռոբերտ Քոչարյան։ Ճիշտ է։ Էլումն է գալիս։ Էլում հարստություններն է ցուցակի վրա գալիս։ Որովհետև թիրախներ են սրանք։ Հանկարծ չլինի, որ գան դառնան նախագահության տեխնացուներ։ Ռաֆի Հովհաննիսյանի ունեցվածքի մասին որևէ ինֆորմացիա ունեք, թե տարիներին, որ եկավ Հայաստան, ինչ փողերով էր ապրում, որ համ վարորդ էր պահում, համ տան ծառա էր պահում, 5 հատ երեխա ունեցավ, տներու բաներ դրեց, ըստ պահանջի ապրեց։ Այդ փողերը որտեղից եկավ։ Դեմոկրատիան ծնեց, չհետաքրքիր չի էդի ձեզ։ Եվ պատրաստ եք ցանկացած պայքարի մեջ անարդարությամբ հալածվողին դուք էլ հալածեք, դանակները հանեք, ընկնեք հետևից։ Եվ սա հային հատուկ չի, որովհետև հայը չի ընդունում այս տեսակ թուրքական մոտեցումներ, երբ որ ամբոխը վրա է տալիս, անհատին ամբոխը, ես ամբոխ եմ համարում Հայաստանի կառավարությունը, լրատվական միջոցները եւ հանկարծ ժողովուրդը այդ միանում է այդ ամբոխին ու պետք է Հայրապետյանին հալածի։ Եվ Հայրապետյանն էլ ուժ չունի, որևէ թերթում որևէ բան խոսի։ Դուք ուշադրություն չեք դարձնում ախր։ Այն թերթերը, որոնց թղթակիցները անընդհատ էսկոմենկոմ են վազում եւ ինտերվյուներ են վերցնում, այն աստիճանի է հասել, որ
նրանց ուղակի հալածում են, ասում են գնացեք չենք անում, չէ, չկա, չեն նեղանում, որտեվ իրանց մարդիկ են դրանք, բայց այն որ կարիք ունի իր խոսքը ասելու, դրան չեն մոտենում, եւ այսօր Ռուբեն Հայրապետյանը լրատվական բլոկադայի մեջ է, նույնիսկ չի կարող մեկնաբանի մարդկանց խոսք հասկացնի, որ News the Armenian-ի Սեդայի ֆրանսահայ այդ բանի հետ ինքը sense բաներ չի խոսացել, հազիվ ինչ որ պատառիկներ այս կողմից այն կողմից, պետք է լսես իմանաս, եւ արդեն գնահատականը դրել են քաղաքական, դատավարություններ գնում է, երեք գնացել է առաջի դատավարությունը, մի քանի տասնյակ ոստիկաններով, եւ սրահում նստածները ամոթ են տվել այն դատապաշտպաններին, որոնք որ պիտի պաշտպանեն մեղադրյալներին, հələ տեսեք ինչ է կատարվում, եւ դատավորը դրանց սրահից դուրս չի հանում, այսինքն դատապաշտպանների վրա ճնշում կա հասարակական կարգով, նստած սրահում եւ նրա վրա ճնշում են գործադրում, այսինքն պետ պատվեր է սա, որովհետեւ դատավորը պիտի ասի, չէ, պրոցեդուրան դատական այսպիսին է, դու իրավունք չունես ոչ մեղավորի մեջ մեղադրյալի որևէ մեկի վրա ինչ որ բացականչություններ ու ցույցեր անես, մի անգամից ոստիկանները կբռնեն, դուրս կհանեն, էլ չես կարող դեմ մտնես, բայց այդ բանը տեղի չի ունենում, այսինքն անօրինականություն, հələ Հայրապետյանը օրենքը խախտել է թե չէ, դի հարց է, հələ չկա այդ մասին, նրա դեմ կատարվում է օրենքի խախտում, իշխանությունները լռում են, դատախազություն, դատաբան դրանք լռում են, եւ հեսա էսի ինչ է ասում, ինչի մասին է ասում, կտեսնեք հետագայում, թե դա ինչ կբերի, երբ որ մեկը մյուսի հետևից Սերժ Սարգսյանը կմաքրի ըստ ժողովրդի պահանջի, որոնք Հայաստանին հասցրեցին ծայրագույն կատաստրոֆայի, վարչապետից սկսած, վարչապետին որ հանեց, առաջի ընդդիմության հարցն վրա վաճառելու է, որպես այդ կողմից որտեղից վտանգ է գալու, ասեք Բարգավաճ Հայաստանից, չէ, Բարգավաճ Հայաստանի նախագահի նկատմամբ պրեզիդենտ ընտրվելու, որպեսզի շահի նրա համակրանքը վարչապետին զոհ է տալու, եւ էլի զոհեր է տալու, մնալու է մենակ ինքը եւ գոհ ժողովուրդը, գոհ ընդդիմությունը, գոհ հակառակորդը, բոլորին պաշտոններ բաժանի, ոնց որ Արտուր Բաղդասարյանի, Օյեկի, եւ պաշտոնների սպեկուլյացիայով իշխանությունը նորից վերարտադրելու է, սա որպես գուշակություն, կտեսնեք ժամանակը, եթե արտակարգ որևէ բան չպատահի, ես անցնեմ երկրորդ մասին, որովհետև երկրորդ հարցը կարա այդտեղ դրած, Վահանի կողմից, պարոն Քիրեմիջան, ձեր կողմից կազմակերպվեց, հարգելի Վահան, այստեղ չակերտներ է դրված, չակերտ փակված է, երևի ինչ որ բան եք գրել, կազմակերպեց այդ հաղորդումը, որը չկա, համոզված եմ, որ այս հաղորդումով դուք շոշափեցիք մի շատ կարևոր հարց, ես կասեի ճիշտ կառավարման պետական գործող լավագույն համակարգի ստեղծման հարց, ես թեման չիմացա, որովհետև չի նշած, երևի օտար լեզվով եք գրել կամ փակագծեր այդ քառակուսի չակերտները խանգարել են, որովհետև սիստեմը հետևում է, որ այդ չակերտների մեջ դրած բանը անհետացնի, ինքը ունի այդ հարմարանքը, եզրակացնում եմ, որ դուք ինչ-որ մի ժամանակ ես խոսել եմ, այո, խոսել եմ կառավարման տեղական իշխանությունների մասին եմ խոսեմ, մարզային իշխանությունների, երևի դրա մասին է խոսքը, պետական գործող լավագույն համակարգի ստեղծման հարցի, ցավոք թեման չունեցավ շարունակություն, ճիշտ է, դա եմ խոսել, որովհետև ասեցի հետո շարունակեմ, մի խոսքով ցույց տվեցիք ազգի փրկության բանալին,
ու շոշափեցիք, մատնացույց արեցիք ու մոռացաք։ Այդ մեկը պետք է չասեի, որ մոռացել եմ, որտեղ իսկականից ոչ թե մոռացել եմ, այդ թեմաները ես չեմ մոռանում, այլ պարզապես ընթացիկ խոսակցությունների ժամանակ նա հրվել է, որտեղ հիմա այդ խոսակցությունը որ գնում է, ասենք մի թեմայի շուրջը, այս թեման արդեն մի կողմի վրա է դրվում, երևի հրատապ մի բան է եղել, եւ ես այդ տեղափոխել եմ, որ հետագայում անդրադառնամ։ Հիմա դուք պատրվակ հանդիսացաք, որ ես դա հիշեմ եւ անդրադառնամ այս թեմային։ Կարևոր է այս թեման։ Այս թեմային ես կանդրադառնամ։ Մի խոսքով ցույց տվեցիք եւ այլն, պատմության ընթացքում տեղային անկախությունը ստեղծվել է մեր ազգի համար։ Դա է ուրեմն, որտեղ ես խոսում էի մարզերին պետքա տրվի անկախություն։ Էդ էի խոսում։ Հիմա որ ասեմ ճիշտ է, դուք պետք է գլխով ասեք, հա այդ է։ Տեղային անկախություն ստեղծվել էր մեր ազգի հետ։ Տեղային անկախությունը ստեղծվել է մեր ազգի հետ, այսինքն այնքան հին է դա։ Պատմության ընթացքում այս համակարգը գործել է միշտ։ Շահմիրյանը ուզում էր սարքել սահմանադրություն։ Երբ անկախ հայոց ցեղերը գործել են միասնական, աշխարհը պարտվել է։ Երբ դիմադրել են ոչ բարեպաշտ արքային, այդ արքան կործանվել է։ Այսինքն ով է կառավարել չի ունեցել նշանակություն, թեկուզ պարթևները հայոց հողում հայ են դարձել։ Մինի կայսրության սաղմերը դրվեցին ԽՍՀՄ-ում, ԽՍՀՄ-ի օրոք, զարգացավ անկախության ժամանակ։ Այս ճանապարհը դեպի կործանում տանող ճանապարհ է։ Հայոց սահմանադրական պետությունը պետք է լինի այսպիսին. անկախ համայնքների միասնություն, իրենց ֆինանսներով, բանակով, քաղաքացիներով, փողով կամ առանց դրա։ Համայնքի ղեկավարը, նախագահը, տանուտերը, ոնց ուզում եք անվանեք, բացարձակ անկախ է։ Նրանց ժողովը ընտրում է նախագահը, համայնքը տալիս է պետության հարկ եւ բանակը, որոնք ծառայում են միասին, չեն խառնվում այլ համայնքների ջոկատներին, ճիշտ է, այս թեման է։ Երբ ունենանք այսպիսի պետություն, թող Ալիևը լինի հայոց նախագահ։ Տեսնենք ոնց է ազգին վնասել։ Հարգելի Քիրիմիջան, խնդրում եմ այս թեման աշկաթող մի արեք։ Այս թեման պետք է անընդհատ կրկնվի, վերլուծվի, տարածում գտնի, դառնա սահմանադրություն։ Բայց ձեզ հարգելի Վահան հայտնեմ հետևյալը։ Այս թեման, այս պահին, որը իմ առջև դրված ես ընթերցում եմ, ձեր հղում, հավանությունը արժանացել 3 հոգու կողմից եւ հավանության արժանացել փնովվել է 5 հոգու կողմից։ Տեսեք, հասարակական կարծիքը լույս աշխարհի մեջ, որ ձևավորել է այս թեմայի շուրջը, կենտրոնացված իշխանության կողմնակից են իրանք, որտեղ դուք գրել եք դեմոկրատիա, իշխանության տարանջատում, համայնքների ղեկավարները այսպես այնպես, այլ ինչ որ ես էի խոսում այդ մասին, բայց ձեր միտքը, որ դուք գրավոր շարադրել եք, այսպիսի իրադրություն ունի 3-ը կողմ դեմ 5-ը։ Ես ձեր կողմնակիցն եմ, այսինքն ես դեմ եմ 5-ին, 3-ի կողմն եմ։ Հիմա վերևում կասեին, որ դատապաշտպանական անձ է, չէ, իմ մեջ միշտ եղել է, չգիտեմ ինչից, ես երևի հայկական վատ բնավորություն է, թույլին պաշտպանել, հենց տեսնում ես, ընկածա, չես ուրախանում, նույնիսկ հակառակորդդ, որ պարտվում է, դրա դարդը վերցնում ես քո վրա, վայրի ձևով չես կարողանում մի հատ հրճվես, սենց փառավորվես, հասկանում եք, էսի չունենք մեր մոտ, հայերը, որոնք որ ասենք սրտից թույլ են, այդ բանը չունեն, բայց ընենց ազգեր կան օրինակի համար, գազանների նման ոռնում ու բան են անում, Ադրբեջանին նայեք, էլի, բացարձակ համաշխարհային մասշտաբով հանցագործությունը կատարվել է,
սպանությունը կատարել է, դատարանը հասցրել է։ Այս մարդուն բերել են Ադրբեջան, ինչ որ ձևով, Սաֆարով։ Փոխանակ ազգովի ամաչեն, պատկերացնում եք, էֆորիայի մեջ են, նախագահից բռնած մինչև մաքսատան հավաքարարը։ Եվ սա ինչ է կոչվում։ Սա կոչվում արդեն ազգային հոգեբանություն, արդեն ձևավորվել է։ Չես կարող փախչել դրանից։ Այդ ժողովուրդը արդեն գտնվում է այնպիսի մի մոդի մեջ, արդեն գտնվում է մեծից մինչև փոքր, որ պետք է արդեն հաշվի առնել։ Եվ ժամանակն է, որ ապացուցել անընդհատ, ոչ թե փախչել մտնել ծակները, որ եւ մադրիդյան սկզբունքները եւ Մինսկի համանախագահներին զեկուցագրեր գրել, շարադրել, գիրք հրատարակել, հանդիպել, անհանգստանալ, ասել մոռացեք, որ այդ ժողովրդի հետ հայ ժողովուրդը գոնե առաջիկա մի քանի սերունդ կարող է հաշտություն կնքել կամ համակերպել, որովհետև այն սերունդը, որը սա տեսավ, նա պիտի մահանա։ Իսկ այդ կտևի արդեն քանի տարի։ Ուրեմն գործերը գնում են այս ձևով։ Նրանք ապացուցեցին, որ Ղարաբաղը չի կարող Ադրբեջանի կազմում իր բնակչությունով հանդերձ մնա։ Նրանք մենակ տարածքն են ուզում։ Իսկ բնակչությանը կսպանեն կացինով։ Սա ասեցին, ապացուցեցին։ Ուրեմն պետք է ասել, որ արդեն հասկանալի է ինչ ական։ Մեր հայերի բնավորությունը այդպես չի։ Այս դրության մեջ, եթե հանգած Ադրբեջանի կողմասի, վայ մենք էս ինչ արեցինք, մեր սիրտը կթուլանա վրաս։ Հասկանում եք, այդ զգոնության պակասը մեզ միշտ հալածում է։ Դրա համար մեր մոտ նկատվում է, չէ, որ մենք ինչ թույլ ենք այդ առումով։ Միշտ մեղաեկողին ներում ենք, ասում ենք էլ չի անի, պատժել չգիտենք։ Ուրեմն պետական համակարգերի մասին է խոսքը։ Վերջերս արդեն ավարտվեց, չէ, տեղական իշխանությունների ընտրություններ էր, իբր թե, չգիտեմ, Հայաստանում ինչ է կատարվում։ Ես ճիշտ ասած մատների արանքով նայեցի այդ երևույթներին, որովհետև արդեն մարզպետների եւ մարզային խորհուրդների ձևակերպում արդեն դա խեղկատակություն էր, արդեն էր զգացվում։ Բայց տեսեք, 3 հոգի կողմ են իշխանության դեմոկրատիա չասենք, հա, գոնե իրենց հատկանիշներով իրարից տարբերվող մարզեր ունենք մենք, եւ իրանց բարբառներն են տարբեր, եւ սովորությունները, եւ տարազները, դրանք փոքր թագավորություններ են։ Իրար չես կարող խառնել Զանգեզուրցուն ու Լոռեցուն։ Անհնար է։ Չի ստացվի։ Հազարավոր տարիներ, չնայած փոքր են, բայց նրանք ունեն յուրահատուկ ինքնուրույնություն։ Յուրահատուկ են, այնքան յուրահատուկ են, որ նույնիսկ Ֆրանսիան եւ Գերմանիան, որ արդեն տարբեր պետություններ են, չէ, այդ յուրահատկությունը չունեն։ Դրանք ավելի շատ ընդհանրություններ ունեն եվրոպական ժողովուրդները, քան թե հայկական բնաշխարհում ապրող եւ նախարարություններով անջատված, բարբառներով անջատված տեղական բնակչություն։ Այս հանգամանքը հաշվի չի առնում։ Նորից մեծ կաթսայի մեջ, որը կոչվում է Երևանի Ղազան, պիտի էպվի այդ ամբողջ փլավը, կարևոր չի։ Ոչ ոք չի նստում դրա հետ, որ հոգեբանությունների հարց կա, որ անհատականությունների հարց կա, տեղական իշխանությունների հարց կա, դրանք մեր նախարարություններն են, ճիշտ է նախարարական ընտանիքները ոչնչացել են ժամանակի ընթացքում մեր արտաքին թշնամիների եւ կրոնական գործիչների համաձայնությամբ եւ ջանքերով, բայց ժողովուրդը մնացել է, հողը մնացել է, գետը մնացել է, հետևաբար պետք է ստեղծել նախարարական ղեկավարման ձև,
որը որ այսօրվա նախարարով պիտի լինի, ասենք Զանգեզուրը, որը որ կընտրի ժողովուրդը։ Առանց կենտրոնական պետության ձայն հանելու, թե սա եմ նշանակում, գնա նախընտրական բան, կենտրոնական ընտրական հանձնաժողով մարդկանց տար, թող ընտրեն է սրան, ես ասում եմ, որ ընտրեն, նա էլ գալիս նստում է, տեղամասերը բացում է, իրանց մարդկանց ցուցակներով ընտրում են, էսի չեղավ, չէ, էսի ոչ մի բանի նման չի, ինչի այս թատրոնը խաղացում։ Դրա համար ես մոտենամ թեմային, Վահանի, ինչպես էի պատկերացնում տեղական իշխանությունների ձևավորումը, որտեղ իշխանությունները վերևում, պետության վերևում չեն առաջանում, այլ տակից են գալիս, ձևավորվում են։ Եթե նույնիսկ մենք ոչ մի բան չունենանք, ինչ որ պատճառով, ասենք, սառցակալման եղանակներ են սկսվել, երկիրը 10 տարի սառցակալվել է, ամեն ինչ կանգնել է, հետո հալվել է, հիմա պիտի իշխանություններ ընտրի։ Ոնց պիտի ընտրես, ոչ մեկի չես ճանաչի, ոչ հատկությունները կան, մեռը գնացել են, ով սաղ մնաց, դրանք պիտի ընտրեն, չէ։ Այս կատաստրոֆաների մոմենտին պատերազմի հաղթողն է դառնում իշխանություն, որտեղ ինքը ավելի լավ հատկանիշներ ունի։ Խելոք մարդը, որը որ լավ հատկանիշներ ունի, կազմակերպում է ինչ-որ գյուտեր, աշխատանքներ, անիվներ եւ այլն, սա այն ինչ որ մի ներդրում ունի հասարակության մեջ, ժողովուրդը դրան սիրում է։ Եթե ումը խոսացնում ես, ասում է, ես այս մարդուն եմ պատկերացնում, մեր թագավորը։ Առաջի անգամ թագավոր ոնց են անում, ընտրում են, չէ, բան չի լինում, իրան չի հայտնվում։ Մեկը ժողովրդի մեջից բնական, որը այռուցասիրտ է, փրկում է երկիրը, ժողովուրդը դրա արևով երթվում է։ Այդպիսի մարդիկ կային մեր օրերում, իհարկե կային, բայց նրանք բոլորը սպանվեցին ժամանակին թիկունքից, որովհետև սրանք բնական ընտրված լիդերներ էին ստացվելու։ Նրանք ինքնահաստատված էին, թշնամուն հաղթած, մի հայացքով հետ էին նայում, հետևում արդեն ուրիշ բաներ էին կատարում եւ ասում էին, մենք կվերադառնանք եւ կշտկենք, չկարողացան, մահացան տեղերում եւ երկիրը մնաց նրանց։ Ղեկավարությունը իրենք սարքեցին անմիջապես կենտրոնական ընտրական հանձնաժողովներով բաներով եւ հափշտակեցին իշխանությունը բնական լիդերների ձեռքից։ Հիշեք 90-ական թվականների սկզբներին Մարգարյանը մեր, որը գրում է, չէ, Սվետլանան, պատմում է, ինչ է պատմում, բնական լիդերների Երևալ, որոնք տուն ու տեղ չունեն, պաշտպանում են երկիրը, սարում քնում են, քարի վրա գլուխները դնում են, եւ այս բնական լիդերները կամաց կատարում են գործեր եւ գնում են այն ճանապարհով, որ վաղը ժողովուրդը սրանց ընտրելու է ղեկավար։ Դա հայոց ազգային բանակներ, ճիշտ է, անկախության բանակներ, լիդերներն էին եւ այն մարդիկ, որոնք կռվում էին հակառակորդի դեմ, հրամանատարներ։ Դրանք բոլորը բանտարկվեցին, սպանվեցին եւ արտաքսվեցին երկրից։ Տեղի ունեցավ իշխանության հափշտակում։ Հասկանում եք դավադրությամբ, բայց սա կատարվեց այնքան նուրբ, որ ժողովուրդը չհասկացավ։ Եվ ժողովուրդը երբ որ ընտրեց Լևոն Տեր-Պետրոսյանին, արդեն իշխանությունը զավթված էր։ Ոչ մի բնական լիդեր չկար, արդեն մաքրված էին բոլոր հայրենասեր հրամանատարները, մահացած էին եւ չկային արդեն։ Եվ այս իրադրության մեջ իշխանության առաջի զավթումը անկախության կատարվել է այս ճանապարհով։ Եվ այդ իշխանության վրա առաջացել է մեխանիզմներ, որոնք հիմա ինքը իշխանությունը վերարտադրում է, անընդհատ վերարտադրում է ինքը իրեն։ Եվ ժողովուրդը ոչ մի մասնակցություն չունի։ Ինչպես է ժողովուրդը արտահայտում իր զգացմունքը այս երևույթի նկատմամբ, հեռանում է երկրից։ Այս էլ հայի
նորից հատկանիշը։ Երբ որ արդեն դրությունը հասնում է այնտեղ, որ ինքը իր ազգակցից, իր ղեկավարությունից նեղանում է, զգում է, որ ինքը ավելորդ է երկրի համար։ Այդ զգացումը ինքը զգում է, որ ավելորդ է այս երկրի համար։ Ինքը պետք չի այս երկրի համար։ Այդ զգացումը հենց իրան պատեց, ինքը հեռանում է երկրից։ Ինչքան էլ ուզում ես գլխին քարոզ կարդա, ինքը իրան մեջ ասում, ախր ես ավելորդ եմ աստեղ։ Ես ոչ մի մասնակցություն չունեմ։ Ես բացատրում եմ ձեզ, ասում է ինքը։ Ինձնից ձեռ քաշել, ես մանպետքի մեկն եմ։ Այսպես գնում եմ ստեղից։ Դուք լավն եք, դուք նեղանում է։ Ու ամեն ինչ թողնում է քեզ, ինքը հեռանում է։ Դրա հետևից չես կարող գնաս։ Չի կռվում, չի պայքարում, չի նեղանում, ոչ մի բան չի անում, արդեն հասկանում է, որ ինքը չի կարող։ Եվ գնում է։ Եվ այս արտագաղթը, որ կատարում է այս 20 տարի, միայն դրա արդյունքն է։ Հեռանում են հայերը։ Հայերը հեռանում են։ Դե դուք տեսնում եք ովքեր են հեռանում։ Օրինակ, վերջերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, երբ որ ներկա էր հրեական համայնքի ներկայացուցիչը եւ նաեւ իսրայելական ներկայացուցիչ կար այնտեղ, նրանք պարզ բացատրեցին, որ այս ընթացքում 300 հրեա ընտանիքներ կային, թե մարդիկ կային, 300-ը գնացել են, 300-ը մնացել են, 300-ը ավելացել են։ Ինչ հասկացար։ Տեսակ ինչ եղավ։ Այսինքն ոչ ոք չի գնացել, իր հարուստ, ազատ, անկախ, ինքնորոշված, ռազմական հզորություններով աչքի ընկնող Իսրայել պետություն չի գնացել Հայաստանի հրեան։ Իրանք այնտեղ պահել են իրաց ներկայացուցիչներին, ինչպես տեսակ հայտնեց։ Եվ այս ներկայացուցիչներն էլ ամեն կուսակցության մեջ մարդիկ ունեն։ Նրանք ոչ մի կուսակցությանը չեն, կուսակցություն չունեն, բայց ամեն կուսակցության մեջ մարդիկ ունեն։ Այսինքն, որ կուսակցությունը հաղթի, իրանք այդ կուսակցությունից կառավարության մեջ մարդիկ ունեն։ Եվ այսպեսի վիճակ։ Ես կշարունակեմ իհարկե, բայց քանի որ րոպեն անցավ, անմիջապես կանցնենք երկրորդ մասը։